Ինչ տնային հազդարություն էիք ստացել։ Օրինակ տնային ասում եմ գնացեք նստեք տաքսի միթոմ էլի, բայց on-line բանով ոչ իսկական իշնենք գնանք տաքսի եք պատվիրում եք երկու հասցե երկու կետ ոնց տնեք ես ոչ մի անգամ ինքս չէի արել երկու կետ եւ մանավանդ չէի պատվիրել ուրիշի համար եւ առաքում չէի արել այդ ամեն ինչը փորձեցինք արեցինք պատվեր եղավ մտեք սաս տեսեք ինչ կա, ինչ կարող եք on-line, պատվիրեք դուք ձեզ համար, նու դա մի քիչ այդ կողմով, էլի ինչ, հետո ես ոնց նկատեցի, իրենք նաև իրենց օրը կազմակերպելու հետ կապված դասընթաց ունեն, այսինքն այդ կալենդար գոյություն ունի, չէ, Google-ի գործիքակազմը ամբողջությամբ իրանց պատմվում է եւ եթե մարդը օրինակ, ես ինքս էլ ես պարտադիր օգտվում եմ Google-ի կալենդարից, որտեղ ուրիշ տարբերակ չունեմ, հիշելու ուրիշ տարբերակ չունեմ, այսինքն այս մարդկանց նաև օգնում են իրենց օրը կազմակերպել, ճիշտ եւ չմոռանալ ոչինչ։ Google Drive, Oblak-ը, որ մտնենք նկարները, ինֆորմացիա, որ արդեն ծանրաբեռնված է բոլորի հեռախոսներն, ինչ որ հնարավորություններ գտնել։ Տեխնիկական սպասարկումն էլ եք անում ձեր հեռախոսի Տիկին Ջուլիա։ Իրանք օգնում են, իրանք շատ լավն են աղջիկները։ Դե դուք էլ սովորում հմտանում եք։ Ես խնդրեցի այս վերջերս, կարելի է այդ։ Հա, իհարկե, խնդրեցի, ասեցի ոնց անեմ, որ նկար ծնունդները չեմ հիշում։ Դապուստիմ եթե մարդա, որ ինքը Facebook-ում կա, իր ծնունդը ինձ կգա, բայց ինքը ունի երեխաներ, որ ինձ պետք է ես շնորհավորեմ, բայց չի գալիս հիշեցում, ծանուցում։ Հա, ինքը ինձ օգնեց, ոնց անենք, որտեղ նշենք, ալբոմ ստեղծենք, ծնունդների ալբոմ, ահա, դա արդեն շատ լավ բան էր, որ ես չունեի։ Ուզում էի ունենամ։ Թորնիկները, զավակները տարբերությունը ձեր գիտելիքների հարստացումը տեսնում են, ոնց են արձագանքում։ Ժպիտով շատ լավ, տատ։ Չէ, լավ։ Իսկ զգացողությունների, սա գիտելիքների պաշարներ, հմտությունների, որ դուք արդեն ունեք, իսկ զգացողությունը, որ դուք նորից մի բան եք սովորում, ընկերներ ունեք, սոցիալական շփում ունեք։ Արդեն շփվում ենք, արդեն ինչ որ մեկը հրավիրեց, գնացինք սրճելու։ Հերթով կարող է փոխարին, հերթով թե հենց ամեն մեկս հրավիրենք, գնանք շփվենք, ինչ որ մի տեղ նստենք։ Համակարգիչներ որ գնում էին, մենք հետո բան արեցինք, վիպուսկնոյ արեցինք նույնիսկ ռեստորան ենք գնացել։ Հիմա պատրաստվում ենք այս մեկից հետո էլ համընդեղ լինելու։ Հա մենք էլ հետո էլ ամսի 12-ին է ավարտը, դասընթացի ավարտը ամսի 12-ին է եւ դες էլ ենք։ Գիտեք ինչքան մարդ կա, որ ուզում ա գա հիմա, որ շատ մեծ ցանկություն ունի, որ շարունակական լինի ու ինքը նորից մասնակցի։ Եթե կան մարդիկ, սիրով կհավաքագրենք եւ գործընթացը կարող է շարունակել։ Բոլոր տատիկներ են։ Ես էլ դա նկատեցի։ Հիմա էլ օգտվելով առիթից, այն պապիկները, որ մեզ լսում են, իրենց կոչարեք, ինչ կերպ կհամոզեք, որ գան, ինչ կերպ կհամոզեք, որ կարևորությունը հասկանան, չալարեն, չամաչեն, հազար տեսակի խոչընդոտ կա եւ ընտանիքի անդամներն էլ երբեմն ձերոնց նման համոզող չեն խրախուսում։ Նախ դառնում ես ավելի սամաստայացել ինքնուրույն ինքնավստահություն ես ձեռք բերում գիտելիքներդ են ավելանում նույնիսկ այն ինչ քեզ թվում էր դու լրիվ գիտես չէ այնտեղ կա մանր-մունր անկյուններ որ լրիվ չէր քո գիտելիքը շրջապատ ես ձեռք բերում ավելի նույնիսկ ունես բարձ ամեն մարդ ունի բայց ավելի լայնանում է շրջապատդ հետաքրքիր է դառնում կյանքդ չգիտեմ ինձ իմ տանը նույնիսկ սենց ստիպում են չէ պիտի գնաս Շատ լավ է, չէ, մամջան կգնաս անպայման։ Որովհետև փոփոխությունն են տեսնում, ժպիտներն են տեսնում։ Նույնիսկ այդ բարդությունը, որ ճիշտ է, անվճար է, բայց ես տաքսիով եմ գալիս, դա բավականին զգալի է բյուջեի համար, չէ, միևնույնն է, գնա, պիտի գնաս։ Այդտենց։ Հրաշալի է, բախտավոր մայրիկ եք, որ զավակները կարգներ եք, բայց կան տարեկան եք։ 75 Հրաշալի։ Զարմացած եմ։ Անկեղծ։ Մի շարք հիվանդություններով։ Բայց լավատես եք։ Այո։ Դուք կենսաթոշակի անցակ ու միանգամից ակտիվ կյանքով եք ապրել, թե ուղղակի մի պահ դատարկության Ես ինքս Վանաձորից եմ, բայց արդեն 20 տարի այստեղ ենք, տենց ստացվեց, որ տեղափոխվեցինք, այնտեղ դեռ աշխատում էի մինչև այդ, բայց որ եկանք ստեղ, վсё, արդեն էլ չեմ աշխատել։ Ու անցել ենք կարող ենք համարել որ թվային գրագիտության այս դասընթացը նաև ձեզ համար երկրորդ շնչառություն վերցնելու ինչ որ բաներ իհարկե
Իհարկե։ Հարմացակ, Այո։ երկրորդաշնչառություն վերցեցիք։ Այո, շատ օգուտ էր, շատ ասենք իրանք պատասխանում են, բայց մեկ ժամանակ չունեն, մեկ զբաղված են, սենց օրինակ ինձ մեծ թորնիկս ասում էր, տատ, չեմ ասելու, ինքդ մտի նայի քթի, այն ինչ որ ինձ հարցրել ես, մտիկ, բայց դա մի քիչ դժվար էր։ Ինչ ունետա, հետաքրքիր է, որ դուք ոնց որ կանխեցիք հարցը, որ արդյոք ձեզ միշտ սիրահոժար, ձեզ անհրաժեշտ ժամանակին օգնել են թորնիկները, զավակները, փաստորեն ձեզ չի բավարարել արագությունը։ Այո, զբաղված են հիմա բոլորն էլ։ Իսկ սենց շատ լավ։ Եվ փորձեն գործիքակազմը, որ տրվում է համացանցի հետ մեկտեղ, օգտագործել ճիշտ եւ տեղին։ Տիկին Ջուլիետա, դուք ինչպես իմացաք ծրագրի մասին, որտեղից ով ձեզ ասաց, որ այսպիսի հնարավորություն կա սովորելու։ Ես հեռուստացույցով հայտարարություն լսեցի, այդ ժամանակ համակարգիչների համար էր։ Գնացի, մասնակցեցի 1.5 ամիս, գնացինք։ Դրանից հետո ինձ հրավիրեցին։ Զանգեցին տուն, հրավիրեցին սմարթֆոնների համար, ես շատ ուրախացա։ Ընտանիքի անդամները ոնց արձագանքեցին, որ դուք գնում եք սովորելու։ Շատ լավ։ Իրանք են ստիպե ավելի շատ, չնայած ես էլ ցանկություն ունեի։ Ասեցին, շատ մենք մեր դասընթացներով մեր կողմից մեր օգնությունը այդպես ենք իրենց մատուցում։ Տիկին Ջուլիետա, արդյոք այդ օգնությունը հասցեական տեղ է հասնում, դուք ինչ հավելվածներ ունեք ձեր հեռախոսին մեջ։ Ես իհարկե ունեի մի շարք հավելվածներ, բայց հիմա ավելացան ChatGPT-ին, այնտեղ ինչ են մոռանում եմ։ Ոչինչ, բապտի մոռանանք։ Նայեք ասեք։ Ահա, Gemini-ին ես ունեի իմ հեռախոսի մեջ, բայց չէի օգտվում։ Մեկ գալիս էր, ես չէի հասկանում դա ինչ է։ Մյուսը DeepSeek, հիմա այդ երեքն էլ օգտվում եմ, չնայած պետք չի այդ։ Որ օգտվում եք արհեստական տարբեր հարցեր եմ տալիս իրանց։ Իրենք պատասխանում են։ Այո, ինչ որ մի նոր բան եմ լսել, իրանցից ճշտում եմ, դա ինչ է։ Այդ բառը ինչ է նշանակում։ Ինքը բացատրում է, ես հասկանում եմ, արդեն գիտեմ։ Սովորեցինք օրինակ այդ on-line այդ ամեն ինչը առևտուր խոսք է on-line անել, դեղեր պատվիրել, վիտամիններ եւ այլն, ու այնտեղ Valberis Ozone, այդ ամեն ինչը ես անում էի, գիտեի, բայց sense ավելի խորացանք։ Ապահովությունը, խաբեության մեջ որ չհայտնվենք հանկարծ այնտեղ բանկային քարտերը, ոնց գցենք, ինչ անենք CV-ին, որ ոչ մեկի չբարձաբանենք մեր թվերը եւ այլն։ Դա համարյա տերմիններով էլ խոսում Եվ ընդհանուր սոցիալական ցանցերում էլ եք, չէ՞, ինչպես դրսևորել։ Մարդ կար, այնտեղ տատիկներ ունենք 82 տարեկան եւ այլն, որ շատ ակտիվ են, էլի գիտեն, բայց ավելի ջահել երիտասարդ տատիկների մեջ կային, որ WhatsApp չունեին։ Այս աղջիկները մեկ առ մեկ մոտեցել են, քաշել են հեռախոսների մեջ, սովորեցրել են օգտվեն։ Տիկին Ջուլիետա, հələ ասեք, տեսնեմ երկրորդաշնչառությանը քանի հոգի է բաժանորդագրված, ոչ մեկ։ Մի հանձնարարություն էլ հարցազրույցից հետո դե իմացեք, հերթագրվեք, բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են տարեցների համար, անպայման գալիս են եւ անցնում են, այսպես ասած, երկրորդաշնչառության տաղավարով, որպեսզի մարդկանց ավելի հասանելի լինի եւ իմանան կբաժանորդագրվեք YouTube-ին, ես տեսնելու եմ մեկնաբանությունները։ Անպայման։ Իդեպ որ ասում եք տարեցներ, իրանք իրոք արտաքինից այդպես տարեցի տեսք չունեն, էլի մեր հասարակության մեջ տարետ բառը մի քիչ sense մտավախություն է, չէ՞, առաջացնում ինչ պետք է տեսնեք։ Պետական փաստաթղթերում հիմա շրջանառվում է ավակ սերունդ բառակապակցությունը, բայց այնուամենայնիվ մենք կարող ենք օգտագործել տարեց բառը, բայց եթե արհեստական բանականությունից ինտենսիվ օգտվող տարեցներն իրենք արդեն բառի բովանդակությունը գալիս են փոխելու։ Կներեք, բայց արդեն ասվեց, չէ՞, որ 63 տարեկան է, ինչ թոշակի տարիք է։